Մինչ Երևանը դեպի արևմուտք երկաթուղային նոր ճանապարհներ է փնտրում, Մոսկվան Աստանայում պատրաստվում է մի քանի օրից քննարկել ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը։ Որն է լինելու ընտրությունը եւ նաեւ որն է գինը։ Մեծ հետ քաղաքագետ Հակոբ Բադալյանն է, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի։ Պարոն Բադալյան, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ մի քանի օրից քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ում։ Սա աննախադեպ է ամեն դեպքում հնչում այս հայտարարությունը։ Երևանին ուղղված քաղաքական սա նախազգուշացում է, թե միության ներսում իրավական նոր գործընթացներ են սկսվում եւ կարելի ասել ազդարարում է նաեւ այդ գործընթացների սկիզբը։ Սա իհարկե իր մեջ պարունակում է այդ նախազգուշացման տարը, բայց ավելի շուտ այն տրամաբանությամբ, որ Ռուսաստանը փորձում է ընտրական այս process-ում, երբ Հայաստանում փաստացի իշխանության հարց է վճռվում, փորձում է իր շահերի եւ իր հետաքրքրությունների գինը բարձրացնել, հատկապես տեսնելով, թե ինչպես են խաղադրույքները բարձրացնում մյուս դերակատարները, այդ թվում օրինակ Եվրամիությունը, որը անգամ անմիջական եւ ուղիղ ներգրավվածության մեխանիզմով է աշխատում այստեղ այդ արագարձագանքման խումբը եւ նաեւ այլ դերակատարներ, դիցուք Միացյալ Նահանգները, որի պետքարտուղարը ինչպես հայտնի է 26-ին, մայիսի 26-ին ժամանում է Հայաստան, ընդ որում կարծես թե բավականին անսպասելի այցով, որովհետև մինչ այդ ոչ ազդարարվել էր եւ ոչ էլ ինչ որ արտահոսքեր էին տեղի ունեցել։ Այս պարագայում, երբ նկատելի է բոլոր խոշոր խաղացողների քայլերում այդ խաղադրույքի ակնհայտ բարձրացումը, իհարկե Ռուսաստանն էլ փորձում է իր հերթին այս տրամաբանությամբ քայլերով բարձրացնել իր շահերի եւ հետաքրքրությունների խաղադրույքը։ Ընդհանուր առմամբ նաեւ կարծում եմ, որ Հայաստանի հարցի միջոցով Ռուսաստանը նաև կփորձի ծավալել ընդհանուր եվրասիական քննարկումներ, որովհետև Եվրասիական տնտեսական միության շրջանակում թեպետ Հայաստանի հարցը այս նախընտրական գործընթացով պայմանավորված բավականին սրվեց, այդուհանդերձ եթե իրական քաղաքական ռեժիմում դիտարկենք, ապա Ռուսաստանի համար նույնիսկ ամենամեծ մարտահրավերը կարծես թե Հայաստանը չէ, այլ կենտրոնասիական գոտին եւ այստեղ Ղազախստանը հատկապես, որը լինելով բավական խոշոր պետություն, խոշոր խաղացող, իհարկե խաղում է ոչ այն ոճով եւ տրամաբանությամբ, ինչպես պաշտոնական Երևանը, այսինքն հրապարակային եւ առերևույթ այսպես հակառուսական շեշտադրման վրա կատարվող խաղադրույք չկա, բայց Ղազախստանը եւս բավականին սերտ կապերի եւ սերտ քննարկումների մեջ է արևմտյան դերակատարների հետ, այստեղ առանձին նույնիսկ ոչ միայն Եվրամիությունը, այլ նաեւ Բրիտանիան է բավականին ազդեցիկ եւ շատ խորը ներգրավված Ղազախստանում, Միացյալ Նահանգների հետ կապերը եւ այս տեսանկյունից առերևույթ թվացյալ այդ Հայաստանի գլխավոր խնդիրը Ռուսաստանի համար իրականում շատ ավելի խորն է այդ եվրասիական միջավայրում եւ կարծում եմ օրինակ Աստանան է փաստորեն հյուրընկալող կողմը, Ղազախստանի դիրքորոշումը կարող է տարբերվել, էականորեն տարբերվել Մոսկվայի դիրքորոշումից այս հարցում, Հայաստանի հարցում։ Տարբերություններ կարող են լինել, բայց դրանք կարող են չարտահայտվել, այսպես ասենք, առերևույթ դրսևորմամբ, երբ մենք կտեսնենք այդ տարբերությունները։ Բայց տարբերություններ անշուշտ կլինեն, որովհետև կրկնեմ Ղազախստանը խոշոր խաղացող է ԵԱՏՄ շրջանակում եւ ինքը փորձում է այդ ինքնուրույնությունը պահել եւ շատ սերտ փոխհարաբերության մեջ է արևմտյան խաղացողների հետ, այդ թվում նաեւ Ադրբեջանի միջոցով եւ արձանագրենք նաեւ, որ Ղազախստանը փորձել է անգամ ինքնուրույն այսպես դերակատարում ունենալ հենց հայ-ադրբեջանական process-ում։ Եվ եթե դրան ավելացնենք նաև այն, որ Հայաստանի վարչապետը բարձրաձայնել է այդ երկաթուղու հավատարմագրային կառավարման հարցը եւ ընդհանուր բարձրաձայնել Ռուսաստանի իրավունքը Ղազախստանով փոխարինելու տարբերակը, թեպետ Ռուսաստանը գիտենք մերժում է այդ առաջարկը եւ ընդհանրապես իրավունքը վերանայելու հարցը, այստեղ մենք արձանագրում ենք, որ Ղազախստանը իսկապես ունի իր հավակնությունները եւ իր դերակատարումը, այդ թվում նաեւ մյուս խոշորների հետ հարաբերությունների համատեքստում։ Երկաթուղու մասին խոսեցինք, Հայաստանում տնտեսական եւ քաղաքական բարդ այս իրավիճակում Հայաստանում հնչեց նաեւ հետաքրքիր հայտարարություն, որ շատերը դարակազմիկ որակեցին, խոսքը վարչապետի հայտարարության մասին է Ախալքալակ կարս երկաթգծի բացման մասին։ Ինչին անմիջապես արձագանքեց նաև Սերդար Քլիչը։ Սա իրապես տնտեսական շրջափակման ճեղքում է, թե ինչ Հայաստանին ինչ կարող է տալ Ախալքալակ կարս երկաթգիծը հատկապես այս իրավիճակում Ռուսաստանի հետ լարված պայմաններում եւ
քաղաքական այսքան բարդ պայմաններում։ Գործնականում գրեթե ոչինչ եւ սա սիմվոլիկ քայլ է ընդամենը, որը թուրքական աջակցություն է իր տրամաբանության մեջ Հայաստանի վարչապետի քարոզչական խնդիրների։ Վարչապետը այս նախագիծը իդեպ կապեց Թրիփի հետ։ Մենք գիտենք, որ Թուրքիան հրապարակավ հայտնել է Նիկոլ Փաշինյանի հաղթանակով իր շահագրգռությունը արտաքին գործերի նախարար Ֆիդանի մակարդակով։ Եվ նաև նախորդ տարեվերջին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կլինեն սիմվոլիկ քայլեր հայ-թուրքական գործընթացի ուղղությամբ։ Մի սիմվոլիկ քայլը եղավ շաբաթներ առաջ, երբ Թուրքիան ավելի շուտ դարձյալ այս քարոզչության շրջանակում էր, երբ Թուրքիան հայտարարեց Հայաստանի հետ ուղիղ առևտրի վերաբերյալ բյուրոկրատական գործընթացներն ավարտելու մասին, եւ մեծ հաշվով հիմա սա էլ այդ սիմվոլիկ քայլի շարունակությունն է։ Հայաստանը հայտարարում է, որ Անկարան հնարավորություն է տվել հայկական երկաթուղին միանա, այսինքն բեռնափոխադրումները միանան Ախալքալակ Կարս երկաթուղուն։ Եթե դիտարկում ենք պրակտիկ տնտեսական գետնի վրա, Հայաստանը այստեղ չունի արտահանման որևէ ծավալ եւ այսպես սկզբունքային ուղղություն, որին կարող է նպաստել երկաթուղային այս հնարավորությունը։ Իհարկե ցանկացած նոր լոգիստիկա դա ողջունելի է, այդուհանդերձ գետնի վրա Հայաստանի համար էֆեկտիվությունը այստեղ կարող ենք դիտարկել ընդհանրապես քարոզչական էֆեկտիվություն պաշտոնական Երևանի քարոզարշավի տեսանկյունից եւ հակառակը, եթե այս հնարավորությունը ստեղծվում է, սա ավելի շուտ թուրքական տնտեսության համար է հնարավորություն դեպի Հայաստան։ Հենց այդ նույն, այսպես ասած, ուղիղ առևտրի տրամաբանության շրջանակում, իսկ այդ ուղիղ առևտուրն էլ հասկանում ենք, դա չի նշանակում ֆիզիկապես Հայաստանի եւ Թուրքիայի սահմանով, այլ ընդհանրապես խոսքը գնում է մակնշման մասին, երբ թուրքական ապրանքները անմիջապես մակնշվում են վերջին հասցեով որպես Հայաստան։ Տեսեք, հետաքրքիր մի բան, Ախալքալակից դեպի Հայաստան երկաթգիծ չկա, գոյություն չունի։ Ստացվում է բեռնափոխադրում իրականացնելու համար մեքենաներով պետք է շարժվեն դեպի Ախալքալակ, այնտեղ բարձեն բեռնատար գնացքը, վագոնը, որպեսզի տեղափոխեն, դա զուտ ֆինանսական առումով, ծախսի առումով դա արդյոք մեզ համար դա օգտավետ է։ Ես դրա համար եմ նշում, որ թեպետ իհարկե ես տնտեսության մասնագետ չեմ եւ առավել եւս բեռնափոխադրումների այդ դետալներին չեմ տիրապետում, բայց եթե դիտարկում ենք, թե այդ երկաթուղին դեպի որ ուղղություն է, թե թուրքական տնտեսության ուղղությամբ, թե Եվրամիության ուղղությամբ, մենք ցավոք սրտի իհարկե չունենք արտահանման ծավալներ։ Եվ այս տեսանկյունից դրա համար եմ նշում, որ Հայաստանի տնտեսության համար սա պրակտիկ նշանակություն ունեցող չէ եւ հակառակը, սա Թուրքիայից դեպի Հայաստան արտահանումների ճանապարհը ավելի կդյուրացնի, եթե աշխատի այս լոգիստիկան, որովհետեւ զուտ այդ երկաթուղային իմաստով եթե խոսում ենք, ապա այստեղ շատ ավելի էական է, թե Հայաստանի անմիջական երկաթուղային ճանապարհների ապաշրջափակումը ինչու տեղից չի շարժվում այն իմաստով, որ մենք ունենք Ադրբեջանի հետ հնարավոր երկաթուղային այսպես տարանցիկ փոխադրումներ եւ Թուրքիայի հետ։ Իհարկե այստեղ կան թե Իջևանի ուղղությամբ, թե Գյումրի Կարս ուղղությամբ երկաթուղին նորոգելու հարցեր, բայց այս տեսանկյունից էլ գիտենք, որ Փաշինյանը բարձրաձայնում է այդ ռուսական կառավարման իրավունքի խնդիրը եւ սա ստեղծում է անորոշություն։ Այնինչ պրակտիկ գետնի վրա մեր տնտեսության սա ալտերնատիվ է ռուսական կառավարվող երկաթգծերի, թե սա այլ բան է։ Ես կարծում եմ ոչ, որովհետեւ մեծ հաշվով այդ ռուսական կառավարման իրավունքը Հայաստանի երկաթուղու վրա պահպանվում է եւ եթե Հայաստանի երկաթուղին պետք է աշխատի այդ իրավունքի ներքո։ Բայց այստեղ մեկ այլ նաեւ հետաքրքիր հայտարարություն էր եղել քարոզարշավի ընթացքում, եթե արձանագրում ենք, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն ինքը կնորոգի Գյումրի Կարս երկաթուղու այդ սահմանային հատվածը, այստեղ առաջանում են հարցեր, որովհետև գիտենք Երևանը դիմել էր Ռուսաստանին եւ Ռուսաստանը հայտնել էր պատրաստակամություն, որ նորոգելու են այդ հատվածները եւ նույնիսկ հայտարարեցին, որ Երևանի հետ սկսել էին առարկայական քննարկումներ այդ նորոգման վերաբերյալ, բայց հիմա Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի կառավարությունը կստանձնի այդ նորոգման խնդիրը, պատասխանատվությունը։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչ խնդիրներ կան ռուսների հետ կապված եւ արդյոք սա ինչ որ իմաստով նշանակելու է արդեն այդ ռուսական կառավարման հավատարմագրային կառավարման իրավունքի հարցում էլ որոշակի փոփոխություններ։ Ախալքալակ Կարս երկաթգծի բացումը ինչպես կանդրադառնա ռուսական եւ իրանական, ասենք, պրոյեկտների նախագծերի վրա, օրինակ Հյուսիս հարավի վրա։
Մեծ հեռանկարում սա գուցե ինչ որ առնչություններ ունենա, բայց ներկայումս իրավիճակը կարծում եմ այնպիսին է, որ այստեղ որևէ եզրեր հազիվ թե հնարավոր է նկատել առարկայական իմաստով, որովհետև ընդհանրապես նույնիսկ բաց է հարցը, թե այդ հյուսիս-հարավի օրակարգը Հայաստանի առնչությամբ ինչ վիճակում է եւ ինչ փուլում է ընդհանրապես։ Այո, կարծես թե զուտ հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքները կատարվում են նաեւ հարավային հատվածում Սյունիքում, բայց այստեղ հարցերը շատ ավելին են իհարկե, բացի զուտ շինարարական աշխատանքների իմաստով, առավել եւս, որ եթե դիտարկում ենք մասշտաբ այդ ծրագրի, ամենայն դեպս այդ ծրագրի մասշտաբը կարծես թե այդպես բավականին մեծ լոգիստիկ հնարավորության ընդհանուր աշխարհաքաղաքական նշանակության լոգիստիկ հնարավորության համար բավականին համեստ է։ Այստեղ հարցերը շատ են, իհարկե նաև քաղաքական տիրույթում են հարցերը շատ, որովհետև նախ պետք է հստակ լինի, թե Իրանի շուրջ իրավիճակը ինչպիսի հանգուցալուծում է ստանում։ Գիտենք, որ շահագրգիռ կողմերից մեկը այս սխեմայի աշխատանքի նաև Հնդկաստանն է։ Ինչպիսին կլինի Հնդկաստանի դերակատարումը եւ ինչպիսին կլինի Հնդկաստան-Իրան փոխհարաբերությունը, այսինքն այս հարցերը շատ բաց են, ընդ որում այս հարցերը բաց են ոչ միայն հյուսիս-հարավի իմաստով, այլ նաեւ նույն մեզանում շատ քննարկվող Թրամփի ուղու իմաստով։ Այսինքն կան ինչ որ արձանագրումներ հայ-ամերիկյան հռչակագրերի տեսքով, օրինակ Ռուբիոն էլ հիմա եթե գա Հայաստան, անկասկած այս հարցը շոշափվելու է եւ գուցե ստորագրվեն նաեւ ինչ որ թղթեր, բայց դարձյալ քաղաքական հարցերը մնում են բաց, ինչպիսին է հարաբերակցությունը լինելու քաղաքական խոշոր դերակատարների միջև, որոնք ունեն թե շահագրգռություններ եւ թե նաեւ իհարկե ունեն հակադրություններ այս մեխանիզմների շրջանակում։ Հատկապես Իրանի հետ կապված փաստաթղթի, ինչպես Թրամփն է հայտարարում, արդեն 95-96%-ով համաձայնեցված է, մինչդեռ Իրանից դեռ պաշտոնապես չեն հաստատում, ավելին կան լուրեր, որ դեռ ամբողջովին համաձայնեցված չէ եւ որոշ նույնիսկ դրույթների հետ համաձայն չեն։ Ինչ է ստացվում այս քաղաքական բարդ իրավիճակում Ռուբիոյի այցը միայն կսահմանափակվի տնտեսական հարցերի շրջանակում, թե նաեւ կլինեն քաղաքական ինչ որ հարցեր։ Չէ, անշուշտ իհարկե քաղաքական օրակարգը կլինի, որովհետև Ռուբիոն հատկապես քաղաքական դեմք է, այսպես ասած, Միացյալ Նահանգներում, նկատենք, որ ինքը բացի պետքարտուղար լինելուց նաև կատարում է ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդականի պարտականությունը, որը համարժեք է անվտանգության խորհրդի քարտուղարին։ Այսինքն Ռուբիոյի քննարկումները կարծում եմ ավելի շատ կլինեն քաղաքական եւ կվերաբերեն այդ ասպեկտներին, դա անշուշտ լինելու է որոշակի իմաստով աջակցություն Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ այցը տեղի ունենում հենց ընտրության շեմին։ Ես կարծում եմ, այստեղ Ռուբիոյի այցը պետք է դիտարկել նաեւ հենց այս տարբեր շահերի խոշոր խաղացողների պայքարի շրջանակում, այդ թվում ես նաեւ կասեմ, որ ավելի շուտ տրամաբանության մեջ կարող են դիտարկել այդ այցը։ Ես կարծում եմ ավելի շատ սա պետք է դիտարկել ամերիկա-եվրոպական դիմակայության տրամաբանության մեջ։ Մենք տեսանք, որ ընդամենը օրեր առաջ այստեղ բավական մեծ եւ ներկայացուցչական եվրոպական հավաք էր, Եվրոպան ազդարարեց իր հետաքրքրությունները եւ այստեղ Միացյալ Նահանգները Եվրամիության հետ ունի բավականին լուրջ հակադրություն, այդ թվում նաև լոգիստիկ է առևտրային ուղիների վերահսկողության իմաստով եւ կարծում եմ Ռուբիոյի այցը առանցքային առումով քաղաքական տեսանկյունից մոտիվացված է հենց այս տրամաբանության շրջանակում, որովհետեւ Իրանի հետ քննարկումների համատեքստում չեմ կարծում, թե Հայաստանը այստեղ սկզբունքային ինչ-որ դերակատարում ունի։ Եթե համադրենք երկու թեմաները ԵԱՏՄ նիստի հետ կապված բարդացող հարաբերությունները եւ երկաթ գծի առումով Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա երկաթգծի հաղորդակցության ազդարարումը, կարող ենք ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հստակ փոփոխություն դե ֆակտո արդեն կա եւ որն է այս բարդ խաղում ամենամեծ ռիսկը։ Ես չեմ տեսնում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, Հայաստանը պարզապես փորձում է արձագանքել միջազգային իրավիճակին եւ խաղալ բոլոր ուղղություններով, այսինքն այսօր այդ տրամաբանությունը նվազագույնն է, որ կարող է անել որևէ մեկը։ Այս տեսանկյունից այդ վեկտորի վերաբերյալ փոփոխությունները ավելի շուտ տարբեր ներքին քաղաքական նպատակներով կամ արդեն խոշոր խաղացողների միջև տարբեր այլ նպատակներով խաղարկվող այսպես առերևույթ գործընթացներ են, իսկ հետնաբեմում պատկերը բոլորովին այլ է։
Ռիսկեր այդուհանդերձ իհարկե կան, որովհետև այդ ռիսկերը պայմանավորված են արդեն թե ինչպիսին է խաղի որակը այդ տարբեր ուղղություններով։ Այստեղ մենք տեսնում ենք, որ ռիսկերը լուրջ են, որովհետև գլխավոր մոտիվը այդ տրամաբանությամբ խաղի այդուհանդերձ մնում է իշխանության պահպանման խնդիրը։ Իսկ սա նշանակում է, որ այդ գործընթացը կարող է պարունակել նաև ռիսկեր Հայաստանի հաշվին, այսինքն վճարել գին կամ սահմանել գին, որը Հայաստանի հաշվին է։ Այսինքն դուք կարծում եք, որ ԵԱՏՄ նիստում Հայաստանի կարգավիճակի հարցը մեծ հաշվով շատ լուրջ նշանակություն չի ունենա։ Իսկն ինչ որոշելիքը ԵԱՏՄ-ից։ Դա լուրջ նշանակություն կունենա հենց գնի հարցում, այսինքն ես չեմ կարծում, որ Հայաստանի լինել-չլինելու հարց կհայտնվի գործնականում, բայց Հայաստանի համար գին, բավական բարդ եւ բավականին ծանր գին, կարող է առաջանալ։ Եվ այստեղ է գլխավոր ռիսկը։ Եվ այս տեսանկյունից, երբ մենք ականատես ենք հայ-ռուսական հարաբերության այս սրացման փուլին, այստեղ ավելի շուտ պետք է մտահոգվել հենց այդ առումով, թե առերևույթ այս սրացման հետնաբեմում ինչ տրամաբանություն կարող է լինել։ Եվ նաև սրանով է պայմանավորված, որ ըստիս Հայաստանում պետք է լինեն փոփոխություններ, որպիսի հնարավոր լինի Հայաստանը դուրս բերել այս երկակի խաղից, երբ առերևույթ կարող է լինել սրացում, բայց դրա հիմքում այն է, որ կողմերը պարզապես ինչ որ պատասխանատվության հարց փորձում են գցել միմյանց վրա, իսկ իրականում անկախ նրանից թե ում վրա կմնա պատասխանատվությունը, գին վճարողը կլինի Հայաստանը, հաշվի առնելով ուժերի հարաբերակցությունը եւ այսպես ասենք քաշային կատեգորիաները։ Եվ այդ տեսանկյունից է, որ խնդիրը իսկապես մտահոգիչ է, որովհետեւ կրկնեմ, մենք տեսնում ենք, որ օրինակ Արցախի ճակատագրի հարցում Երևանը եւ Մոսկվան այսպես պատասխանատվության պինգ-պոնգ խաղալու տրամաբանության մեջ են։ Երևանը մեղադրում է, որ Մոսկվան էր պատասխանատուն, Մոսկվան մատնացույց է անում Երևանին, բայց մենք հետևանքը ունենք այն, որ Արցախ չկա։ Հիմա երբ դարձյալ մտնենք այսպիսի պինգ-պոնգ տրամաբանության մեջ, երբ Մոսկվան Երևանին է մեղադրում, Երևանը Մոսկվային, այստեղ հարց պետք է առաջանա, իսկ հետնաբեմում ինչ ռիսկեր են գոյանում արդեն անմիջականորեն Հայաստանի համար։ Պարոն Բադալյան, եւս մի քանի հարց, որոնք ենթադրում են կարճ պատասխան։ Աստանայի նիստից հետո ԵԱՏՄ-ն կանցնի Հայաստանի հանդեպ տնտեսական կոնկրետ պատժամիջոցների, թե ամեն ինչ կսահմանափակվի քաղաքական հայտարարություններով։ Դե արդեն որոշակի քայլեր տեսնում ենք, ես կարծում եմ այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե ինչ կլինի խորհրդարանի ընտրությունից հետո։ Կար Սախալքալակ երկաթգծով առաջին հայկական բեռնատար վագոնը կշարժվի հենց այս տարի, թե գործընթացը տարիներով կփակվի։ Ես չեմ կարող ասել իհարկե, բայց իմ տեսակետը հենց այն է, որ սա Հայաստանի համար գերազանցապես սիմվոլիկ գործողություն է։ Նախադեպը, որովհետև ունենք Մարգարեի անցակետը, որ մինչև հիմա չի բացվել, նույնիսկ երրորդ երկրների համար։ Մեծ հաշվով է, 4 տարի է հայտարարվել են ինչ-որ քայլեր, բայց առ այսօր միայն սիմվոլիկ ինչ-որ բաների փուլում ենք։ Եվ այս բացումը կլինի խթան, որ Թուրքիան վերջապես բացի Մարգարեի անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար, թե դրանք տարբեր օրակարգեր են։ Թուրքիան հստակ հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացում կլինի, եթե լինի հայ-ադրբեջանական գործընթացի ամբողջական կարգավորում։ Իսկ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը անընդհատ ինչ-որ պայմաններ եւ պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, եւ հայ-թուրքական հարաբերության որևէ փոփոխություն առարկայական գետնի վրա կլինի կամ երբ Հայաստանը կբավարարի այդ բոլոր պայմանները, ընդ որում հարց է դրանք վերջանալու են թե ոչ, եւ կամ Հայաստանը կկարողանա իր որակների փոփոխության շնորհիվ փոխել գործընթացի տրամաբանությունը։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։ Ցտեսություն։